Խորենացի փողոցում բողոքի ակցիայի մասնակից 23-ամյա Սոսո Մարգարյանը հուլիսի 20-ից անազատության մեջ է։ Ամբոստանալու պատճառով, որովհետև մասնակցել էր ցույցերին։ Երիտասարդին մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, մինչդեռ ինքն է վիրավորվել այդ օրը։ Ունեցել է մարմնական վնասվածքներ, որը պատճառ ձևով չի մշակվել։ Մինչև հիմա բեկորի մի մասը մնացել է ոտքի վրա, հետքերը բոլորը կան։ Բեկորից մեկը դուրս է եկել, այդ թարախային բանի ժամանակ մեկը դուրս է եկել իր մոտը, դրա վրա ուշադրություն դարձնող չկա, փորձակնություն չի անցնել, բժշկական փորձակնություն չի անցել։ Փաստաբանական 20 տարվա փորձ ունեցող Արա Զաքարյանին զարմացրել են այն բացահայտ կամայականությունները, որոնք թույլ են տվել քննչական մարմինը եւ դատախազությունը։ Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, սակայն պաշտպանը ներկա չի եղել։ Շատ քիչ ժամանակ է տրվել գործի նյութերին ծանոթանալու համար։ Ներկայացված բողոքները չեն քննարկվել։ Նրանցից մեկը նույնիսկ դատախազին չի հասել։ Գլխավոր դատախազի պաշտոնակատարին ստիպված եղա այս հանգամանքի մասին տեղեկացնել, ցույց տալու համար, որ այս տիպի ապօրինություններ երբեք չի տեղի ունեցել։ Ինչպես կարող է դատախազության գրասենյակից դատավարական փաստաթուղթը անհետանա։ Ընդ որում ին մոտ կա օրինակը, որտեղ որ գրասենյակի աշխատողը ստորագրել է, որ ստացել է համապատասխան բողոքը կից փաստաթղթերով, ընդ որում դա սեպտեմբերի 2-ին։ Ինչ վերաբերում է առաջադրված մեղադրանքին, ապա նույնիսկ պաշտպանի համար է անհասկանալի, թե ինչու է մեղադրվում Սոսո Մարգարյանը։ Նա կարդում է մեղադրական եզրակացությունը։ Բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, քարեր նետել նրանց վրա։ Այդ անկարգությունների ընթացքում եւ պաշտպանյալից գործողությունների հետևանքով ոստիկանության 46 աշխատակիցներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, վնասվել է պետությանը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց պատկանող ընդհանուր շուրջ 9 միլիոն 600 հազար դրամի արժողության գույքի վնասում։ Իդեպ դատանը չի քննել նաև Սոսո Մարգարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ գործն արդեն ուղարկվել է Երևանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։